ամենակարևորագույն խնդիրը իմ կարծիքով հիմա սկսվում է մի մեծ արտաքին քաղաքական գեոքաղաքական պայքար Անդրկովկասի համար, որը պայմանավորված է երկու շատ կարևոր հանգամանքներով։ Առաջին հանգամանքը դա Մերձավոր Արևելքում գնացող պրոցեսներն են, եւ ՆԱՏՕ եւ Եվրամիություն դաշինքի այդ պրոցեսի մեջ ներկայացվելն է։ Երկրորդը, որ Վլադիմիր Պուտինը որոշել է դառնալ նորից նախագահ եւ առաջարկել է, որ արտաքին զարգացման տենդենսը պիտի լինի Եվրասիական միությունը։ Ես կարծում եմ, որ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան իր մեջ ներառում էր նաեւ մի քանի հանգամանքներ, այդ թվում նաեւ առաջին անգամ, այսպես ասած, հազարը բոյը, հա, այսինքն տեսնել թե ինչպիսին է իր վիճակը ընդհանրապես Անդրկովկասում, Իրանի խնդիրը, Սիրիայի խնդիրը, մնացած բոլոր խնդիրները իրար հետ վերցված, Թուրքիայի Եվրամիություն չթողնելու խնդիրը, այս սրա մասին խոսվել է բոլորի կողմից։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ընտրվել է ամենալավագույն ձևը, ամենամեծ եվրոպական երկրներից փյուրք ունեցող երկիրը Ֆրանսիա։ Միանշանակ հասկանալի է, որ հարցերը կանգնած են։ Այսինքն մենք ինչ ունեցանք։ Ես ժամանակի մայիսին դրա մասին ասել եմ, Ամիր Պելուսին տված հարցազրույցումս, որ մենք ունենանք հիմա մեկ շրջան, որ ոչինչ չի փոխի, երկխոսությունը որևէ բան չի տա, դա անիմաստ է լինելու, եւ բոլոր խնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի առաջ, թե արտաքին, թե ներքին քաղաքական դաշտերում, նրանք մնացել են, ել չեմ ասում, որ ցավոք սրտի, պիտի ցավալի մի փաստ ասեմ, ցավոք սրտի տնտեսական իրավիճակը գնալով թե աշխարհում, թե Հայաստանում վատանում է։ Եվ սա փաստ է։ Հայ ազգային կոնգրեսը արեց քայլ, դա իր քայլերի տրամաբանության մեջ է։ Ես կարող եմ ասել, որ երևի թե արդեն ժամանակը եկել է վերջնականապես իրենց համար որոշում կայացնել։ Կամ մոնղոլ թաթարներ, տականքներ, կամ բանակցություններ։ Կամ, այսինքն, որ իրար կողք դնում ես, դա իրավամբ չի լինի։ Այսինքն, մոնղոլ թաթարներ, տականքներ բանակցենք։ Այսինքն, եթե իրավամբ, եթե իրար կողք դնում ես, չի լինի։ Տրամաբանություն, շատ հաճախ ասում են, Ռոբերտ Քոչյանը պիտի չմնա երիտասարդ թոշակառով։ Հա, ով է ասում, որ չմնա երիտասարդ թոշակառով է իրան ասել։ Թող հանրօգուտ աշխատանքով զբաղվի, ով է իրան արգելել դա։ Այսինքն հանրօգուտ աշխատանքով որտեղ են զբաղվում, երկու տեղում, կամ ազատության մեջ, կամ ուղիղ աշխատանքային գաղութում։ Այսինքն ես չեմ առաջարկում, բայց ինչի անպայման մարդը այդ երիտասարդ թոշակառը պիտի չլինի հատկապես նախագահի պաշտոնում, հատկապես վարչապետի պաշտոնում, հատկապես ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Օրինակ ես կհամարեի, որ երևի դուք էլ իմ հետ կհամաձայնվեք, որ Ռոբերտ Քոչյանը հրաշալի ոչ երիտասարդ թոշակառը կլիներ, եթե լիներ Ղարաբաղի նախագահ։ Ունի հրաշալի կապեր, ունի հրաշալի հնարավորություններ։ Ղարաբաղը արդեն իսկ նրա նախագահության օրոք չի կարողանա չվերադառնալ բանակցությունների դաշտ, որովհետև այնպիսի ֆիգուր է, որ այդքան տարի։ Իսկ ով ասեց, որ օրինակ Ռոբերտ Քոչյանը չի կարող հանրօգուտ աշխատանքով զբաղվել, ոչ ուղիղ աշխատանքային գաղութից նկատի ունեմ, այլ նկատի ունեմ ազատության մեջ։ Իսկ ով ասեց, որ այն գործարանները, որը 2003 թվականին ինքն ու Սերժ Սարգսյանը վերցրեցին եւ ոչ մեկը չհասկացան, թե ինչու համար հանձնեցին Ռուսաստանին եւ մինչեւ այսօր այդ ամեն ինչը չի աշխատում, եւ ով ասեց, որ միայն ԱՖԿ սիստեմայում պիտի հանրօգուտ աշխատանք տանի։ Հենա գործարանները հանձնացան եւ մինչեւ այսօր գործատված չեն։ Երիտասարդ թոշակառը որպես ոչ թոշակառը վերցնի եւ գործարկի։ Առավել եւս ինչքան մենք ենք լսել, փողել ունի, հնարավորություններ էլ ունի, կապեր էլ ունի, Վլադիմիր Պուտինի մոտ էլ գնում ու գալիս է։ Երկուսով իրար կարող են հանգիստ վերագործարկել, թողարկել։ Այսինքն տրամաբանությունից դուրս հարցերը եւ գործընթացները մեկնաբանել շատ բարդ է։ Իմիջիայլոց մի բան ձեզ ասեմ, երևի չգիտեմ դուք գիտեք թե չէ, Միքայել Մինասյանի խմբին ներսում գիտեք ոնց են անվանում։ Հետաքրքիր է, հենց ներսում իշխանության տարբեր խմբավորումներ, երիկ թուրքեր։ Այսինքն, ես իրար ինձ մի քանի օր առաջ են դա ասել, ասեցին երիկ թուրքերը մարդ են ուզում դնել դաշնակցության մեջ, ասի երիկ թուրքերը մարդ ոնց են ուզում դնել դաշնակցության մեջ։ Եվ ում հետ են դրանք կապված, միգուցե նաև հին հանրապետականներ են դրանք, բայց անվանումը ես կարծում եմ ավելի շատ ադմինիստրատիվ ռեսուրսի մեջ մարդիկ են, միգուցե եւ այդ մարդիկ նմանատիպ են ներկայացնում այդ ամենը, բայց ուզում եմ ասել, որ յուրօրինակ բնորոշում է,
Ես նկատի չունեմ, որ բնորոշում է կապելով այն երիտուրքերը, չէ։ Ուղղակի նկատի ունեմ, որ բավը շատ դիպուկ է իրենց կարծիքով, դրա